բսակ որ պիտի օրտնեի բավականին ուշացան, բայց ես ուզեցի սպասել, որովհետև չես գիտեր թե ինչու, որովհետև այդ անձը միշտ ժամանակին եկած է եւ ուսուցչուհիներս մեկն էր եւ լավ գճանչնայի ուրեմն երբ որ հասավ ուրեմն ավտոն որ իրենց պիտի բերե բավական հեռու տեղ է ավտոն որ պիտի բերե կա կնստին ճամբա պիտի լեն ավտոն չաշխատի ուրիշ ավտո կանչեն այդ ավտո անշուշտ ասիկա հատուկ հարսանիքի ավտո է ուրիշ ավտո կանչեն ավտոն կա եւ ճանապարհին անիվին մեկը կծագի ուրեմն այշուշ մոտավորապես 1 ժամ 10 րոպե ուշացան Հիմա լավ է որ հեռախոս կա միանգամից կիմանանք թե ինչի համար են ուշանում կուշանան չեն ուշանա առաջ դժվար էր առաջ շատ դժվար էր այո ասել է որ այսօր գուզեմ սկսել բանը յուկատի կրկի բացատրություններով հիմա դրա մասին խոսելուց առաջ գուզեմ ցեզի ասկեր կպանել որ ասկեր կունեք դուք հիմա երեք հոգի եք ոնդեղը ասկեր կունեք ոչ չունեմ Լիլիթը որ ուղարկել էր էլեկտրոններ, էս չի? Սա չի? Դա յուկատն է, բայց Անտոն, կարծեմ անցած դասերին մենք PDF տարբերակը դրել ենք։ Ինչին PDF-ը? Քրիստոնեականի։ Տեր Հովսեփն էր տվել, բայց երևի սեղմն էր։ Ինչպես? Երևի սեղմ տարբերակն էր։ Մի հատ նայեմ։ Բարի երեկո բոլորին։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Լավ եք Այրանտոն։ Ինձ միշտ արեմ։ Անիկա բարգևիկին ցայնն էր։ Հա։ Ինչ է վիճը։ Ուրեմն կարծեմ որքան որ միան 5 հոգի եք կարծեմ սկսենք եւ սկսենք աղոթքով հիշենք որ մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ ուրեմն աղոթենք Հայր մերը անհորի որդվոյ ոգմի սուրբ ամեն Հայր մեր որ երգենս ես սուրբ երեցյանուն քո Եկեսի արկայություն քո երեցին գամ քո որպես երգենս եւ երգրի ըս հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ տող մեզ բարդիս մեր որպես մեկ տող մրոց բարդաբանած եւ մի դաներս մեզի փորձություն ալպրիգազ մեջ ճարե զիկո արկայություն եզորություն եւ պարկավիդյանս ամեն տակուի խաղության աղոթյավասմներ ուրեմն այս քրիստոնեականը 1899 գազմված է եւ ժամանակ Հռոմի բաբա Հովանես Պողոս II-ն էր եւ մեծ էկումենիկ ժողովներից հետո եկեցին
աշխատել է ունենալ քրիստոնեականի քրքեր եւ վերջինը որ եղած է այսինքն ամբողջ եկեղեցու մասշտաբով 1500-ական թվականին է Տրենտյան ժողովից հետո որ ինչ որ Տրենտյան ժողովը սովորեցնում էր հավասիկ այդ ամենը մի քրքի մեջ դրվեց եւ Ռոմի բաբա երկրորդ համաշխարհային բանա Վատիկանյան երկրորդ ժողովից հետո ինքն ուզեց որ այդպեսի մի բան լինի եւ սա անցնեց կարդինալ Ռացինգերին ով հետո եղավ Բենեդիկտոս 16-րդ Ռոմի բաբա ուրեմն սա իրեն աշխատանքն է եւ լարժե մի քիչ կապար ունենալ որ ինչպես այդ ամենը կազմվեց եւ եղավ հիմա որքան որ միայն 5 հոգի եք որ ինձ լսում եք բայց հուսամ որ մյուսները եւս որ բաղը կամ այսօրը աշխատեն լսել այս ինչ որ մենք ցայնակրում ենք հիմա ուրեմն Հանձնախումբը կազմվում է եւ հանձնախումբը հարցաթերթիկներ ուղարկում է աշխարհի բոլոր եպիսկոպոսներուն 2500 եւ ավելի եպիսկոպոս կա կաթողիկ է եւ բոլորին կերտած հարցաթերթիկը եւ իրենց մե խնդրի որ իրենք ասեն թե ինչպես կուզեն որ աս քրոնագիտության քիրքը լինի ուրեմն եւ որ այս ամենը կա եւ կհամատրեն եւ ինչ որ ունեն ավասիկ իդ կուարկեն այդ բոլոր եպիսկոպոսներին եւ եպիսկոպոսները իրենք առանցին չէ որ աշխատում են իրենց ասոզապանների հետ է որ այդ ամենը նայում են եւ իրենց կարծիքները հայտնում են թե ինչը գուզենային ինքը իրեն ինչն է որ չէին ուզենալ այդ ամենը ուրեմն ասելով 3 անգամ բոլոր աշխարհի եպիսկոպոսները իրենց մասնակցությունը բերում են անգե հետո Ռացինգերը ինքն է որ նաև շուշտ օգնականների հետ միասին շարադրում է այս ամենը եւ շարադրած ծևը նաև նույնն է ինչ որ մենք կտեսնենք յուկատի մեջը ուրեմն յուկատի քիրքը ինչ է բայց անոր բանցնելուց առաջ այս քրիստոնեականը ընդանուր մի բան է եւ ես զարդրեցի եթե սա ունեք կամ չունեք որովհետեւ որոշ վարդապետներ կամ կանաներ բոլորին բաժնեցին առանց մտածելու որ սա ժողովրդին ցել դրվելիք բան չէ բուն նպատակը սա եղած է որբեսի դրվի ազգազապաներին դրվի նրան ովքեր կարգազմակերպում են իրենց թեմերի մեջը ինչպես քրոնագիտությունը բացատրել եւ լայնածավալ ծևով այդ ամենը հանձնել մարդկանց ուրեմն ավասիկ այս ծևով է որ պետք է լիներ բայց վերջը ուրեմն ուրիշ մի հադոր եւս որը խդացածներ դա էլ եղավ մենք ասր հայրենը շատ ուշ ունեցանք եւ սկիզբ անշուշտ ունեցանք արեմտա հայրենը եւ հետո ես շատ աշխատեցի այսինքն մի քանի 100 ժամ դրամատրած եմ այս կրկի աշխատանքին վրա եւ ունեի մի աշխարհական որ թարգմանությունը անում էր եւ մի վարդապետ լիբանանեն որ ինքը վերանայում էր բայց
երեկով գնացենք եւ ուսումնասիրենք, որովհետեւ այդ արևմտահայերենի բառերը, որ ամբողջովին տարբեր իմաստ ունին արևելահայերենի մեջը, այդ ամենը բավականին առիթ էր, որ երկար խոսեինք, աշխատեինք լավագույն բառը գտնելու համար։ Հեշտ չէր, բավականին դժվար գործ էր։ Եվ սա մոտավորապես մեկես տարի եւ ավելի դեպեց մինչեւ որ հասավ այդ ասիջանին, որ կարելի էր այլևս տվել։ Ուրեմն թողնենք սա մեգոմ եւ հիմա կամ եւ ցեզի ներկայացնեմ յուքատը 2009-2010 այդ թվականներին Բասիկ Գերմանիոյ մեջը որոշ երիտասարդներ կազմեցին մի քրիստոնեականի գիրք հարցում պատասխան ձևով, ինչպես փուննա աննալ այն ձևով է, մեծ գիրքն այդ ձևով է, հարցում պատասխան թե երիտասարդները ինչպես նայում են, ինչ մտածում են եւ ինչպես կարելի է իրենց հասանելի դարձնել։ Ուրեմն, եթե դուք բացել եք երբևիցե յուքատը, այսինքն այդ բանկիրքը, ինչպես է PDF-ը, որ կա, եթե բացել եք, կտեսնեք հոն ձայրերը հեչին մեջբերումներ կան։ Մեջբերումներուն մեկ մասը աստվածաշունչեն է, մեկ մասը տարբեր մարդկանցից է եկեղեցու հայրերը կամ կարևոր անձնավորություններ, նույնիսկ ոչ քրիստոնյաներ իրենց խոսքերը հոն կարող ենք գտնել։ Իսկ ամբողջ գիրքը կազմված է 524 հարցում պատասխանով։ Եվ սա բաժանված է նույն ձևով, որ այդ մեծ գիրքը, այս գիրքը, այսինքն, ինչպես որ սա բաժանված է, սա էլ նույնն է։ Եվ նաև պատմության մեջ անցյալին եկեղեցին այս ձևով է, որ բաժանված է կրոնագիտությունը։ Ուրեմն, յուքատը ավելի երիտասարդների հասանելի լեզվով եւ նկարները, բան այդ սիրունությունը, բանը որ կա, անշուշտ մենք դա չունենք մեր PDF-ի վրա։ Հայր Անտոն, ձեր ձայնը չի լսվում։ Ոչ, հիմա լսվեց։ Իմ կողս ամենաբարձր դրված է։ Հիմա արդեն լսեցինք միկրոֆոններ փակ։ Իմ միկրոֆոնս Հա, մի րոպեով փակվեց ու բացվեց։ ինչ եղավ չգիտեմ։ Ամագրոսունցիկ, ամագրկնեմ։ Մենք չունենք նկարները մեր PDF-ի մեջ։ Այո, PDF-ի մեջ նկարները չունենք եւ ցանկանանք դեպել այդ գիրքը, ապա այդ բոլոր նկարներով, բոլոր գեղեցկությամբ, բայց այդպիսի մի աշխատանք բավականին տանկ է 20,000 եվրոյան ավելի կարիք ունին, 20-25,000 եվրո պետք է։ Դիմել ենք տարբեր տեղեր, մինչև հիմա դեռ պատասխան չունենք։ Եվ նույնիսկ ոչ ոք չէր ուզել, որ թարգմանությունը լինի մինչև որ տրամը կա։ Ես կազմակերպեցի պետք է գումարը, որպեսզի թարգմանություն ունենանք PDF կոնե եւ հիմա սպասենք։ Ուրեմն նաեւ ասեմ, որ այս ամենը 524 հարցում պատասխանները բզիկ մասերի բաժներով ամեն անգամ 2-3 հարցում պատասխան մենք կարողացանք YouTube-ի վրա ցնել
եւ Լիլիթը ձեզի գդա այդ լինքը, որ եթե ուզեք կերտակ ոնդեղը եւ գտեսնեք 220-225 բան մասը բաժնված է այդ բոլորը եւ ոնդեղը 2-3 ամեն անգամ 2-3 հարցում պատասխան գա եւ իմ կողմից մի քիչ մեկնաբանություն ուրեմն հոն այդ 524 հարցումները գարտացվում է Սիրարպի ով էր գարտացողը Իզան է կարտացել Հայր Անտոն լավ ուրեմն մեր կողը աշխատողը որ լավ ցայն ունի ինքն է որ գարտած եւ ինքը նաեւ համարի ամբողջ աստվածաշունչը մեզ համար գարտացած է եւ մենք գործածում ենք աստվածաշնչյան մասեր YouTube-ի վրա կամ ռադիոյի վրա ուրեմն կարող եք դուք բան լսել նաեւ լսել են զատ դուք կարող եք նաեւ կարդալ որովհետեւ էկրանի վրա տեքստը տրված է եւ էկրանի վրա այդ տեքստը տնելը Սիրարպիին կորձի եղավ կարծեմ չէ Հայր Անտոն ես եմ բաներել վիդեոները եղավ լավ ուրեմն Քիրքը գազմված է 4 մասերից եւ ուրեմն առաջին մասը ինչին ենք հավատում երկրորդ մասը ինչպես ենք անցիսագդարում քրիստոնեական խորհուրդները երրորդ մասը ինչպես պետք է կյանք ունենանք Քրիստոսի մեջ չորրորդ մասը աղոթքը ինչպես պետք է աղոթենք հավասի 4 մասեր են եւ այս 4 մասերը մանրամասն մեզ ներկայացվում է ուրեմն ասեցի 2009 թվականին ասկիրկը պատրաստեց 2009-2010 թվականին հրոմի բաբը ժամանակ արդեն Բենեդիկտոս 16-րդներ որ Ռացինգարը ինքն էր որ մույս քիրկը ամբողջությամբ իրեն ովանավորությամբ դագի եղավ եւ ավասիկ հոստեղը այդ քիրկը որ երբ պատրաստ եղավ տարբեր լեզուներով ամիջապես թարգմանվեց եւ 2011 թվականի երդասարտած համաշխարհային օրվա արիտով հանդիպումը որ դեղի ունեցավ Կարծեմ Մադրիդում եւ հոնդեղը բոլոր եկողներին մեկական հատ նվեր դրվեց իրենց լեզուներով բայց քանի որ հայերենը չկար մերոնք ավելի մեծամասնությունը նախադրեցին որ անգլերեն ունենան եւ բոլորն էլ ստացան ծրիապար այդ ամենը բաժանվեց եւ ծախսը Բենեդիկտոս 16-ը ինքն է որ ստանցնեց եւ տարբեր լեզուների հետո եւս թարգմանությունը եղավ եւ ինչպես ասեցի մեր թարգմանությունը դեռ ավարտին չի հասած ուրեմն ինչին ենք հավատում անշուշտ առաջին հարցը որ մենք պետք է մենք մեզ տանք այն է որ հավատքը ինչ է մենք ինչպես կարողանում ենք հավատալ ինչ է այդ հավատքը
Պետք է հասկանանք, որ հավատքը չի նշանակել, որ մենք գույր աչքով նայում ենք եւ ընդունում ենք մի բան, որ անհասկանալի է եւ միայն որովհետեւ մեզ ասվում է գույրորեն մենք այդ ամենը պետք է ընդունենք։ Ոչ, այդպես չէ։ Այլ հավատքը մեզ սովորեցնում է, եկեղեցին մեզ սովորեցնում է, որ Աստված մարդս այդպիսի ձևով ստեղծած է, որ մարդս իր մեջը գա այդ դենչը, այդ բնդրդուկը, որ գուզե գիտենալ յանքի իմաստը։ Ինչ է մեր յանքի իմաստը։ Սա մի բան է, որ մենք մեզ պետք է հարց տանք, ոչ թե մեկ անգամ, այլ շատ անգամներ։ Որն է մեր յանքի իմաստը։ Աստված ինչու ստեղծած է մեզ։ Եվ արդյոք մենք անասուններով պես ենք ու քանք ու գերտանք կամ մենք ավելին ենք։ Անշուշտ որպես քրիստոնյա մենք ընդունած ենք հավատքով, որ կյանքը շատ ավելին է, քան միայն այդ ինչ որ տեսնում ենք անասունների մեջ։ Եվ սա չափազանց կարևոր մի կետ է, որովհետև այսօր շատ մարդիկ գուզեն անասուններին վերակրել այդպիսի բաներ, որ անասունները չունին։ Անասունը եւ մարդը նույնը չէ։ Այս յուկատի մեջը եւ քրիստոնեականին մեջը մենք կտեսնենք, որ կարևոր է, որ մենք հարկանք ունենանք եւ որոշ վերապերմունք ցույց տանք անասունների նկատմամբ, բայց անասուններին չի վերակրենք այդ ինչ որ անասուններին չի պատկանում։ Ես ապահով եմ, որ ցեզնու ամեն մեկը YouTube-ի վրա կամ Facebook-ի վրա տեսած է որոշ անասունների ներկայացում, որ ցեզի խոսին մեշունի մասին, մի ցիու մասին, մի ցուգի մասին, որ շատ խելացի են, այս չէ, խելացի չեն, խելք չունին։ Այդ ամենը մարդեն զատ, ամեն անասուն եւ նաեւ հիմա կուզեն ասել, որ իրականության մեջ անասուն չեն, որովհետեւ խոսում են իրենք եւս իրենց խոսակցություն դարբեր է, մերը դարբեր է, բայց իրենք էլ խոսում են։ Այս ամենը սխալ հասկացողություն է, որովհետեւ մեր խոսելը այսօր ինչի վրա հիմնված է։ Հոնդեղ ամենակարևոր կետը բանականությունն է, որ անասունը չի գտնար ունենալ։ Ոչ մեկ անասուն բանականություն չունի։ Ամեն ինչ անասունին մեջ է վնաստ է։ Կարող է որ մի քիչ ավելի զարգացած վնաստ է։ Եվ կարող է որ շատ բարձ վնաստ լինի, բայց վնաստ է։ Միայն մարդն է որ բանականություն ունի եւ որ գսենք որ բանականություն ունի մարդը, չի նշանակել որ ամեն մարդ նույն ձևով բանականություն ունի։ Որովհետեւ մենք ասում ենք որ մարդը նաեւ տեսողություն ունի, բայց շատ մարդիկ կան աշխարհին վրա, մի քանի միլիոնի կհասնի, եթե ավելի չէ, որ իրենց տեսողությունը լավը չէ, շիտակը չէ։ Մեկ մասը քույները չեն տեսնել, մեկ մասը ամբողջովին գույր են։ Իձնե գույր են, կամ վերջետ գույր եղած են, բայց սա չի նշանակել, որ տեսողություն չունի մարդը տեսողություն ունի։ Եվ բանականությունը նույնն է։ Կան, որ այդ բանականությունը չեն կարողանում պետք է այդպես զարգացնել, բայց եւ այնպես, որովհետեւ Աստծո ստեղծված մարդն է, որ ստեղծված է Աստծո պատկերի նմանության, ամեն մեկը ինչ որ լինի իր բանականությունը, ինչ որ ունենա թերություն, բայց
հավիտենականության մեջ է։ Այդ ամեն թերությունները պիտի անհետանան։ Բայց անասունները հավիտենականություն չունին, ոչալ կարող են ունենալ։ Եվ սա, երբ որ գուզենք մտածել, թե Աստվածաշունչին մեջը ինչպես կարող ենք զանազանել մարդու հոգին եւ անասունի հոգին, այն է, որ երբ որ Աստվածաշունչը ասում է, որ Աստված ստեղծեց անասունները, ստեղծեց եւ վերջ, բայց երբ որ խոսում է մարդու մասին, ասում է, որ մարդը շինեց կավից եւ հետո մեջը իր շունչը դրավ։ Անասունների մասին այդպես չի խոսում։ Աստված մեր մեջը իր շունչը դրավ։ Եվ այդ շունչն է, որ մեզ դալիս է այդ հոգևոր կյանքը, հավիտենական կյանքը։ Ուրեմն հոգի բառը նաև, որ պետք է լավ հասկանանք, թե ինչ կնշանակի։ Հոգի կնշանակի այդ ինչ որ մի ապրող բան միասին է բաղում։ Այսինքն, երբ որ գարնենք մի գադու, որ ողջ է, իր մարմնի դարբեր մասերը բոլորը միասին աշխատում են։ Բայց այդ վարգանին, որ մահանա, սատկի, այդ սատկած վարգանը այլևս իր մեջը ամեն մի մաս, ասենք որ արյունը դարբեր է, երգամունքները դարբեր են, ամեն ինչը, ամեն մեկը զադեն է, և ամեն մեկը սկսում է ոչնչանալ, այլևս իրենց միասին գաբող բան չի գա, և այդ իրենց միասին գաբողը ոգի է, բայց այդ ոգին միայն որքան ժամանակ որ ապրում են, երբ որ մեռնում են, այլևս այդ հոգին վերջանում է։ Իսկ մարդուս համար, մարդուս ունի երեք բան, որի պատճառով եւ որի նպատակն է, որ մենք ունենանք հավիտենականություն եւ այդ երեք կետերը առաջինը բանականությունն է, երկրորդը գամքն է, երրորդը ազատությունն է։ Մենք ունենք այս երեքը, որ անասունները չունեն։ Մարդս ունի այս երեքը, նույնիսկ եթե կանանցիկ այսօր նաև, երբ որ կխոսենք ազատության մասին, սրա մասին երկու օր առաջ բացատրում էի մի խումբ երիտասարդների, ասելով, որ ազատությունը սխալ չի հասկանան։ Ազատություն չի նշանակել մենք պիտի անենք ինչ որ կուզենք։ Ոչ։ Ազատությունը, որ ասած մեզ տալիս է, այդ ազատությունն է, որ մենք կարողանանք անել այդ ինչ որ լավն է։ Բայց մեղքի պատճառով մենք կորսնցած ենք այդ ազատությունը եւ այլևս չենք կարողանում անել մեր ինչ որ պետք է անենք, որովհետև մենք մեղքի ստրուկության մեջ ենք։ Եվ որ այս խոսացի երիտասարդները դժվարություն ունեցան ընդունելու իմ ասածս, եւ իրենց հարց տվեցի, ունդեղ 15 հոգի էին, եւ իրենց հարց տվեցի եւ ասեցի, որ ցեզ մի որևէ մեկ հոսքա, որ կարող եք 24 ժամ ոչ մեկ սուտ չխոսել եւ ոչ մի փամփասանք չանել։ Քանի հոգի ցերկերնին բարձրացին եւ ասին, որ իրենք կարող են։ Կրնակ Երևանայ։ Այդ 15 հոգի են, քանի հոգի կարողացավ ասել, որ ես կարող եմ 24 ժամ ոչ մեկ սուտ չխոսել եւ ոչ մի փամփասանք չանել։
Կոման պատասխանվեք նայի։ 1-2 Ցերկա- հոգի երևի։ Ոչ մի։ Լսում եմ, 1-2 հոգի երևի։ Ամենաշատը 5 հոգի։ կանի, Ամենաշատը 5 հոգի։ 15 հոգի ասացին, բայց ոչ մեկ չկարողացավ։ տեսեք, եթե ես դիմացս 15 չէ, 1500 հոգի ունենայի, ոչ մեկը չպիտի կարողանար իրապես 24 ժամ ինքն իրեն խոստանար, որ ոչ մեկ սուտ պիտի չխոսի, ոչ մեկ մոմպասան պիտի չնե։ Որովհետև Հիսուս ասում է, մենք երբ որ մեկը մեղք գործում է, մեղքին ստրուկն է։ Այդ անձը, որ սիգարետ է ծխում, եւ գուզե հրաժարվի, դժվարություններ կան եւ գունա հրաժարվի։ Մեկը, որ քինեմոլ է, ասեն ալկոհոլիկ է, եւ գուզե հրաժարվի, բժիշկների օգնությամբ, իսկ ինամիջ կարող է հրաժարվի։ Բայց երբ որ մեղք է, որ մարդը գործում է, չի կարող իր ուժերով հրաժարվի մեղքից։ Միայն Աստծո շնորհքով է, որ կարող է։ Միայն Աստծո շնորհքով։ Ուրեմն, բուն ազատությունը, հավասի կտեսնեք, ամբողջովին տարբեր է, քանի որ մենք կմտածենք, որ ազատություն է։ Եվ կան անցիկ, որ գսեն, որ Աստված ինչու մեզ ազատություն տվեց, ավելի լավ է չի դար։ Բայց արդյոք լավ բան է, որ Աստված չի դա ազատություն։ Գիտեք, տարբեր անձանց հետ որ խոսած եմ, մեկ առ մեկ որ խոսած եմ, շատեր կան, որ գսեն, որ այո, լավ լինի, որ Աստված այդպես անի, որ մարդը չի կարողանա, մարդը ազատություն չունենա։ Եվ երբ որ իրենց անձի մասին խոսիմ, եւ իրենց կյանքի մասին խոսիմ, եւ գսեմ, որ այս բարականերին կցանկանայր, որ ազատություն չունենայր, եւ ասված քեզ ստիպեր, որ որոշ ծևով անես։ Ոչ։ Եվ նույնը, այսինքն, մենք գուզենք, որ ուրիշները ազատ չլինեն, բայց մենք ազատ լինենք։ Մենք հակառակ ենք, որ այդ անձիկ, որ մարդասպան են, չեն գուզեր, որ իրենք ազատություն ունենան մարդասպանելու, որքան որ սա ճշմարիտ ազատություն չէ, այլ իրենք սխալ ծևով հասկանում են եւ սխալ ծևով ապրում են այդ ազատությունը։ Նույն ծևով բոլոր մեղքերը, նույն ծևով մեր բոլոր սխալները։ Ինչևէ, վերադառնալով, ուրեմն, ինչու կհավատանք մենք։ Կհավատանք, որովհետև բանականություն ունենք եւ ինչ որ Աստված դրած է մեր հոգու ներսը մի դենչ է, որ կա, եւ այդ դենչը ոչինչ չի կարող կոհացնել այս աշխարհիս վրա։ Եվ եթե մենք չընդունենք ճշմարիտ Աստծուն, որ մեզ ստեղծած է իր պատկերի նմանության, ապա մենք կսկսենք ստեղծել չաստվածներ մեր նմանության։ Եվ 5 դարանի մեջը այդ ամբողջ ժողովուրդները, որ կային եւ իրենց չաստվածները, որ իրենք ստեղծած էին
եւ անոնց մասին խոսում էին թե ինչ տեսակ աստվածներ են եւ իրենք են որ աշխարհը եւ ինչ գիտամիջ շիներ են եւ իրենք են որ գարկավորում են այդ ամենը չափազանց վայրակ մարդիկ են իրապես չափազանց մարդկային զգացումներով մարդկային ցանկություններով չաստվածներ են եւ եթե մենք ճշմարիտ ասում այսօր եւս Սուրբ Օգոստինոս մեզ ասում է որ մարդուս սիրտը մի կորձարան է որ չաստվածներ կստեղծի Սա գարժե գրել դուք ձեր կողը մարդուս սիրտը մի կորձարան է որ չաստվածներ կստեղծի Եթե ճշմարիտ ասուն չհետևենք, մենք կունենանք մեր չաստվածները, որ մենք կստեղծենք։ Եվ նաև այդ չաստվածները, որ մենք կստեղծենք, կարող ենք 4-ի բաժնել, 4 խումբերի։ Առաջին խումբը պիտի ասեի, որ այդ մեր ցանկությունն է ունենալ ավելի եւ ավելի եւ բաննա չպեսամ այդ հարստությունը որ գուցանանք ունենալ տրամական հարստությունը որ կանալ ունենանք բավարար չէ մեզի համար Կանի 100 միլիարդ լինի, բավարար չէ։ Նորեն եւ նորեն եւ նորեն ինչու, որովհետեւ այդ չաստվածը մեզ ազատություն չի դար։ Մենք կդառնանք քերիները այդ մեր աստվածին։ Այսինքն, երբ որ մենք քերին կդառնանք մեր ունեցածին Ուրեմն, մեր ունեցածը բահելու համար, մեր ունեցածը շատացնելու համար, ամեն տեսակ սխալ բաներ գնենք, որպեսզի մենք շարունակենք ունենալ եւ պաշտպանենք մեր ունեցածը։ Ուրեմն, սա մեծ ստրկություն է։ Մենք չունենք մեզի ազատություն չի տալիս այդ աստվածը։ Միակ աստվածը, որ մեզ իսկական ազատությունը տալիս է, դա էլ ճշմարիտ աստվածն է։ Սա առաջինը ունենալն է։ Իսկ երկրորդը Պարկ-պատիվը։ Մարդիկ, ովքեր ցանկանում են պարկ-պատիվ ունենալ եւ ուզեն լինել լավագույնը Բայց մինչև վերջը, որքան որ լավագույնը լինեն որևէ մի բանին մեջը, միշտ վախի մեջ են, որ ուրիշը պիտի կարողանա իրենց մե լավը լինել եւ այդ որբեսի ուրիշը իրենց մե լավ չլինի, եթե իրենց ցերկերն ինքա գործանեն այդ թիմացինը։ Այս երբ որ խոսիմ Հայաստանի մեջը երկու կարևոր ասնավորությունների մասին կնշեմ, մեկը Կոհար Կասպարյանն է, որովհետև վախենում էր, որ Լուսինե իր ավելի առաջ լինի, ուրեմն ճանապարհին հանեց, չի թողեց, որ նույն տեղը մնա, իրեն եկեղեցի ղրկեց։ Իսկ այսօր անշուշտ մենք շատ ավելի չեմ գիտեր դուք ինչպես կտեսնեք, բայց ինձ համար Լուսինե Զաքարյանը շատ ավելի կարևոր անձնավորություն է, քան թե Կոհար Կասպարյանը։ Բայց Կոհար Կասպարյանը, որպեսզի ինքը իր ունեցածը պաշտպանի, սխալներ գործեց։ Իսկ մյուս անձնավորությունը, որը մասին շատ մարդ չեն գիտեր, դա էլ բան է, Վիկտորիա Համբարձումյանն է։ Շատ մարդիկ կան, ես էզի միայն
երկու հոգի գուզեմ օրինակ տալ, բայց ընդեղը փյուրավոր են։ Մեկ մասը եթե խոսել լամ, բան բիդես կսիկ ասել, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում։ Բայց Վիկտոր Համբարձումյանը չափազանց մեծ անձնավորություն էր։ Բայց իր աշակերտներին մեջը նրանք ովքեր հնարավոր է որ իրեն անցնեին վրընդեց դուրս անեց մանավանդ երդասարտներեն մեկը որ իր կողը աշխատեր իր հետը աշխատեր ուրեմն ինքը սկսավ ասել որ այլևս աստղադիդարանը աշխարհքից վրա չի պետք է որ լինի աստղադիդարան պետք է շինենք օդին մեջը եւ վրան խնդացին իրեն հանեցին բան Վիկտորիա Համբարձումյանը իրեն մեջան հանեց իսկ ասկե 20-ին դարի առաջ է որ ամերիկացիները եւ ռուսները բանեն ռուսական բլուզումեն հետո աշխատեցին եւ հիմա ունենք օդին մեջը աստղադիդարան բավականին մեծ չափազանց մեծ աստղադիդարան է սա հայկական park-body բիլիներ բայց որովհետև Վիկտոր Համբարձումյանը ամբողջովին աստղական ձևով գտի դեր այդ ամենին չէր բռնար հանդուրժել որ ուրիշ մեկը այդ park-body-ը ստանա իսկ երրորդը նորեն իշխանությունն է Երբ որ մարդս իշխանությունը ունի որպես իր ճաստվածը, այսինքն, երբ որ գսենք ճաստված, գսենք ասված, կնչանակի այդ ամենը կարևորը իմ կյանքից մեջ է։ Ես անպայման պետք է ունենամ մի բան, որ ամենակարևորն է իմ կյանքից մեջ է, որուն համար ես պատրաստ եմ իմ կյանքս եւ ամեն ինչը զոհել։ Եթե ճշմարիտ ասվածը չէ, ուրիշ բաներ են, ինչպես ասեցի, նյութականը կա, park-body-ը կա եւ զորությունը կա։ Եվ այդ զորությունը, երբ որ նաեւ մտածելու լինենք, բանի միջև քաղաքական առումով, հավասիկ դեսնում ենք Ամերիկայի մեջը երկու մեծ անձնավորություններ, Իլոն Մասկը եւ Թրամփը, որ չեն գնար հանդուրժել մեկը մյուսին։ Որովհետև ես պետք է լինեմ առաջինը։ Ես պետք է լինեմ ամենակարևորը։ Եվ դիմացինս կքանդեմ, որովհետև ինձ ավելի ուժ չունենամ։ Նաև երբ որ խոսենք քաղաքականության մասին, կառնենք Պուտինը, կամ ուրիշ եւ մեկը որ կա Մակրոնը կառնես, ով ուզես ար։ Գտեսնենք որ այդ անցիկ ովքեր իշխանության մեջ են, չորս կողմը, երբ որ անցիկ կան որ կարող է որ իրենց մե ավելի ուժեղ լինեն, մեջային հանեն։ Մեկ մասը կսպանեն, մեկ մասը չգիտեմ, տարբեր ձևերով մեջային հանեն։ Որտեղ իրենց չաստվածը այդ զորությունը, որ իրենք ծնգնում են ունենալ եւ ոչ մեկը չնձեր որ ավելի ուժեղ լինի իրենց մեն։ Իսկ չորրորդը դա էլ հաճույքներն են։ Եվ երբ որ հաճույք կսեմ, մեկ տեսակ երկու տեսակ հաճույք չեմ։ Ոչ մի տեսակ, ամեն շատ մարդիկ տարբեր տեսակ հաճույքներ ունեն։ Կանանցիկ ովքեր որոնց համար իրենց համար կյանքին ամենակարևոր մասը բդույթն է։ Տարբեր երկրներ երթալ, տարբեր բաներ տեսնել, ուրիշին համար ամենակարևորը այդ քերեցկությունն է արվեստի մեջը,
լինի դա նկարչությունն է, լինի դա քանդակագործությունը, ինչ որ է, ուրիշը ուդելն է, ուրիշը խմելն է, ուրիշը սեքսն է, ամեն մեկը ունի իր մտածածը, մտածելակերպը եւ իրեն համար ամենակարևորը դա է։ Եվ այսօր, երբ որ տեսնում ենք այդ բոլոր անձիկ ովքեր հաճույքի ետևեն ընկնում են, եւ հաճույքը այդպեսի մի բան է, որ չես կարող կոհանալ նորեն եւ նորեն եւ նորեն։ Այդ անձը որ կսկսի խմեն, կարծում եմ, որ այդ խմիչքը իրեն հաճույք պիտի պատճառի, որոշ ժամանակ հաճույք պատճառում է, մինչև որ այդ խմիչքին ստրուկը դառնա։ Անգեդո այլևս անշուշտ չգա։ Ոյ հաճույք չգա ունդ, այլ ստրկություն կա։ Եվ ամեն տեսակ, որ մտածելու ենք այս ամենի մասին, պիտի տեսնենք, որ այո, բոլորն մեզ ստրկացնում են։ Ուրեմն 4 խումբ ճասվածներին մեկը նյութականը, մյուսը պարկպատիվը, մյուսը զորությունը եւ վերջինը, որը մասը խոսացի, դա էլ հաճույքներն են։ Տեսակ հաճույքները, որ կարող ենք մտածել։ Եվ այս ամենը մեզ ստրկացնում են, որովհետև իրենք են ամենակարևորը մեր կյանքի մեջը եւ մեզի ազատություն չեն տար, որ մենք բավարարվենք ովևէ մի բանով, դե մինչև վերջը ավելի, բայց երբ որ մենք առնում ենք ճշմարիտ Աստվածը եւ մենք հասկանում ենք, թե ով է ճշմարիտ Աստված եւ ինչպես անավանդ որ եւ բարի լուրը առնում ենք եւ տեսնում ենք, որ Աստված Սուրբիորդյան երկրորդ անձը ինչպես ընդունեց մարմին առնել մեզ բրգելու համար եւ մեզ ցույց տալու համար, թե մենք ինչպես կարող ենք ապրել եւ ինչպես մենք պետք է ապրենք։ Ավասիկ սա է ճշմարիտ Աստվածը, որ մեզ ճշմարիտ ազատություն է տալիս։ Եվ Հիսուս ասում է, երբ որ որդին քեզ ազատագրե, դու իսկապես ազատ կլինես։ Լավ։ Հարցումներ կան։ Ովևէ հարցում։ Հայր Անտոն, ես Յուկատից մի հատ հարց ունեմ։ Մի հարց, որ տեսել էի, ինչու է Աստված ցանկանում, որ եկեղեցին լինի, այդ հարցի մասին չէ խոսքը, պարզապես այնտեղ բացատրության մեջ գրված էր, որ ոչ ոք դրախ չի գնում, ոչ ընկերային ճանապարհով, այսինքն մարդիկ պիտի լինեն միասնական, միայն իր հոգու համար փրկության մասին եթե մտածում է, ապա ապրում է ոչ ընկերային ճանապարհով եւ Աստված մտածում է բոլորի մասին, սիրում է բոլորին եւ այլն, այնտեղ բացատրություններ տրված եւ այլն եւ վերջում գրված էր մենք պատասխանատու ենք միմյանց համար։ Այսինքն իմ կարծիքով այստեղ հարց է առաջանում, երբ որ մեկը, ասենք, ավելի շատ շրջապատ չունի, ոչ ընկերներ շատ չունի եւ այլն եւ կյանքն է ճակատագիրն է այդպես ձևավորվել, ոչ թե ինքն է հրաժարվել կամ ինչ որ խնդիրներ ունի, ասենք կյանքի ընթացքում չի ձևավորվել կամ ինչ որ չի շփվել իր հետ եւ այլն, ասենք դա կարող է ինչ որ խնդիր առաջացնել, որ այստեղ գրված է նա ով մտածում է միայն իր եւ իր հոգու փրկության մասին, ապրում է ոչ ընկերային ճանապարհով։ Ուրեմն, ասած զրակերը այն է, որ մենք մենք ստեղծված ենք ապրելու ոչ թե անհատական կյանք, մարդս խմբային կյանքով է, որ ապրում է։ Այսօր ովևէ մեկը կարող է
ապրել առանցին նույնիսկ եթե ընկերները չունի, բայց եւ այնպես ես չեմ կարող իմ երբ որ պատմությունը առնենք ասկե 20-30 հազար տարի առաջ Ondea բզիկ խումբ կար ընտանիքների եւ այդ բզիկ խումբը միասին ապրում էր որովհետեւ նորեն իրենց կարիքները չէին գտնար հոգալ եթե ուրիշները չլինեին մի քանի հոգի պիտի լինեին որ երթային որսորդության մի քանի հոգի պիտի լինեին որ երեխաներին մեծնել այս ամենը ուրիշներեն գախյալ լինելն է եւ սա է ամենակարևորը մարդկային կյանքի մեջը որ մենք ուրիշներեն գախյալ ենք եւ այսօր ասեցի ասկե 20000 տարի առաջ միայն մի քանի ընտանիք այսինքն 40-50 հոգի որ միասին ապրում էին իրեն կարող էին իրենց ապրուստը եւ իրենց կյանքը ապահովել անշուշտ հակուստ չէին կարել, բայց հակուստ կարելու դեղ անասուններ գմորտեին եւ այդ անասուններին կաշիները գաղկվեին հասե անը ուրեմն բայց այսօր քանի միլիոն հոգու կարիք ունենք որ մենք կարողանանք մեր առօրյա կյանքը ապրել միլիոնավոր մարդկանց եւ որ արդու գարտնաս եւ երեսիդ բամբիդե լվաս ճուրով քանի հոգի աշխատում է որ թունաճուր ունենաս կճղանանանք որ ռապագես շամ հոսանքը գդրվի բայց քանի միլիոն հոգի բան է գործն է որ մենք ունենանք ուրեմն երբ որ ես կսկսեմ զգալ որ իմ կյանքը ուրիշներեն գախյալ է նաեւ ես իմ մասնակցությունս պիտի բերեմ ուրիշների համար ասիկա հիմա ֆիզիկական մասինն է բայց հոգեվորն նույնն է այսօր ես ինչու քրիստոնյա եմ որու կբարտիմ ես իմ քրիստոնեությունս 20 դար քրիստոնյաներին որոնք եթե ես այսօր հայ քրիստոնյա եմ քանի միլիոն հայ մորթվեցին որովհետեւ հայությունը շարունակվի քրիստոնյա հայությունը շարունակվի միլիոնավոր մորթվեցին ուրեմն եթե ես քրիստոնյա եմ եւ ինչպես որ Գանացի որ ինձ կսան ես եկեցու պետքություն չունիմ ես ոչ մեկին պետքություն չունիմ ես անսամ հարաբերություն ունիմ Աստծո հետ ինչ ապուշություն իրապես ապուշություն է ես չեմ գնալ ունենալ եթե ես այսօր քրիստոնյա եմ որովհետեւ միլիարդավոր մարդիկ իրենց կյանքով ու իրենց ուսուցմամբ եւ իրենց լոմայով օգնեցին որ Աստվածաշունչը նորեն եւ նորեն քրվի բան արտակրվի դբվի բաժանվի մարդիկ իրենց կյանքը նվիրեցին որ մենք մեզի հասնի այդ ամենը եւ ամենակարևորը այս ամենուն մեջը երբ որ Պետրոսը անրավոր պետք է հութային դեղ ուրիշ մեկը գտնենք ինչ է որ ամենակարևորն էր այդ անցին մեջը մի անց որ Հիսուսին լսած է Հիսուսին աշակերտ եղած է եւ մանավանդ Հիսուսի հարության վկան է սա է որքան կարևոր է եթե ես այսօր քրիստոնյա եմ ուրեմն ես կբարդիմ այս ամենը շատ ուրիշներին եւ ես չեմ կարող երթալ երկինք առանցին ուրիշներին հետն է որ ես պիտի երթամ կամ ուրիշներն իմ հետս սխալ տեղ պիտի տանիմ այսօր ես նորեն Ռադիո Մարիամի եւ այնտեղ
4 հարցում գար անոնց պատասխանները տվեցի վա Լիլիթը գտնե բանի վրա մեր WhatsApp-ի վրա եւ կարողանաք լսել եւ հարցումներն մեկը այդ կայտաղությունն է վատ օրինակը որ մենք տալիս ենք վատ օրինակը որ մենք ստացել ենք դրա մասին խոսում եմ որովհետեւ մենք առանցին չենք սա կարևորագույն կետն է ես առանցին չեմ եւ չեմ գնար երկինքի տալ առանցին կամ հետս ուրիշները պիտանիմ կամ արկել պիտի հանդիսանան որ ուրիշները կարողանան երկինքի տալ եւ եկեղեցին ուրեմն եկեղեցին շենք չէ եկեղեցին միություն չէ եկեղեցին ընտանիք է Աստծո ընտանիքը այդ ընտանիքը որ Աստված ընտրեց սկիզբը հրյա ժողովրդի ընտանիքն էր հիմա այդ ընտանիքը մեծացավ աշխարհի բոլոր ժողովուրդներին բաց է այդ ընտանիքը եւ բոլորն կարող են այդ ընտանիքի մաս կազմել եւ ինչ որ Հիսուս սովորեցրեց եւ եկեղեցին գրկնում է այն է որ չեն կարող հոր Աստծո մոդենալ առանց Հիսուսի միակ ճանապարհը հոր Աստծո մոդենալը դա է Հիսուս Քրիստոս ինքն է գիտակցաբար կամ անգիտակցաբար որտեղ բոլոր նրանց ովքեր այսօր ասենք որ աշխարհի մեջ 8 միլիարդի չափ ժողովուրդ կա եւ այդ 8 միլիարդին հազիվ 2.3 միլիարդն է որ Հիսուսի մասին լսած է մեկ մասը ընդունում է Հիսուսին ամեն մեկը տարբեր ձևով բայց հոնդեր 3.4 միլիարդն ավելի կա որ երբեք չեն լսած Հիսուսի մասին իրենք եւս չեն կարող բրգվել առանց Հիսուսի ոչ մեկի չի կարող բրգվել միայն Հիսուսի միջոցով է որ բրգությունը տեղի ունենա ոչ ոք չի կարող գալ հորը առանց ինձ սա Հիսուսի խոսքն է իմը չէ ամենս որ եկեղեցին մեզ օգնում է որ Հիսուսին կարողանանք մոդենալ խորհուրդների միջոցով եկեղեցին է որ մատակարարում է այդ խորհուրդները այդ 7 խորհուրդները բادرակը որ մեզ դալիս է եկեղեցին է որ անում է եւ ո՞ն է որ մենք ավելի աբահով ավելի վստահ ճանապարհ ունենք գնալու դեպի Հայր Աստված ուսամ բավարարեց պատասխանս եթե ոչ նորեն խոսիմ Շնորհակալություն շատ բավարարեց լավ ուրիշ հարց մեկ հարց եւս միայն եթե կա եթե ոչ արդեն ինձ կես է եթե հարց ունեք մի սպասեք որ ուրիշը խոսի լավ այսօր բավարարվենք եւ ուրբաթօրը շարունակենք բայց ուրբաթօրը անշուշտ Աստվածաշունչի մասին է որ պիտի խոսիմ միայն գուզեի գիտենալ որ ցեզմե ովքեր այդ ինչ որ տրված է կայլով Աստծո հետ բոլորը ինչ որ տրած են բոլորը կարտացած են խնդրեմ բոլորը տեղյակ բահեք Լիլիթին եթե բոլորը կարտացած եք կամ ոչ եւ եթե կարտացած եք նաեւ հարցումներ կրեք խնդրեմ գաղաչեմ հարցումները կրեք թե ինչ գացեր մտքին մեջ է լավ հիմա բարի գիշերսեմ Աստված ձեր բոլորի Աստված օրհնե մեր բոլորի չանքերը բարի գիշեր
Բարեկեշե Բարի հայրան։ գիշեր բոլորին, հայրենիքից։